Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Պարոն Քոչինյան, այն բանից հետո, երբ թե պաշտոնական Երևանը, թե Բաքուն հայտարարեցին, որ պատրաստ է խաղաղության պայմանագրի տեքստը, համաձայնեցված են բոլոր դրույթները, մենք տեսնում ենք, որ օրեր շարունակ Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում, ապա տեղեկատվություն է տարածում, նշելով, թե իբրև Հայաստանի կողմից հարձակումներ կան։ Սա իհարկե մեր պաշտպանության նախարարությունը ամենօրյա սկզբունքով հերքում է, բայց հետաքրքիր է ձեր դիտարկմամբ ինչ նպատակ է հետապնդում այսպիսի հայտարարությունները, արդյոք դրանք մեծ թե ավելի արտաքին լսարանին են ուղղված։ Հարկավոր է արձանագրել, որ տեքստի համաձայնությունը Ադրբեջանի համար բացարձակ անսպասելիություն էր։ Այն որ հայկական կողմը պարզապես համաձայնվեց մոտավորապես 6 ամիս տևած բավականին ինտենսիվ բանակցությունից հետո ուղղակի Ադրբեջանի կողմից պատրաստված երկու կետերի ընթերցմանը եւ դրանով իսկ ըստ էության համաձայնեցված դարձավ ամբողջ խաղաղության պայմանագրի տեքստը, դա անսպասելի էր Ադրբեջանի համար։ Ադրբեջանին բավականին ձեռնտու էր եւ շարունակում է մնալ այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը, որը որ կա Հայաստանի ու Ադրբեջանի մեջ, որովհետեւ դա մի կողմից հնարավորություն է ստեղծում ցանկացած պահի, երբ որ կլինի դրա հարմար միջազգային կոնյունկտուրան եւ հնարավորությունը գնալ շշտակիորեն էսկալացիայի ու ավելին ստանալ Հայաստանից, քան Ադրբեջանը ստացել է մինչև այս պահը, եւ մյուս կողմից դա հնարավորություն է հավերժ ձգձգելու ուրեմն գործընթացները, ասելով, որ օրինակ դա Հայաստանն է ձգձգում այդ խաղաղության process-ը եւ դրանից օրինակ փակ բայելով հայ-թուրքական սահմանը եւ այլն եւ այլն։ Հիմա, երբ որ այս իրավիճակը շշտակիորեն փոխվեց, Բաքուն սկսեց ցնցումների մեջ ընկած ինչ որ լուծումներ գտնել, փորձելով կառավարել իրավիճակը եւ դրա մի գործիք ընտրվեց այդ հայտարարությունները թե հայկական կողմից շարունակվում են ուրեմն հրետանական, չգիտեմ, կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումները, ընդ որում պարբերաբար այսպես օրական 2-3 անգամ այդ հայտարարությունները արվում են, ինչը մեր կողմից ոչ միայն հերքվում էր, այլ նաև եղավ վարչապետի աշտակազմի համապատասխան հայտարարությունը, որը որ ես շատ եմ կարևորում, հետևյալ բովանդակությամբ, որ հայկական կողմը առաջարկում էր ստեղծված իրավիճակի, եթե Ադրբեջանը այպնդում է, որ այսպեսի միջադեպեր են տեղի ունենում, ստեղծված իրավիճակի լուծումներ։ Համատեղ մեխանիզմ ուրեմն ռեժիմի խախտման արձանագրման, երկրորդ համատեղ մեխանիզմ այդ ռեժիմի խախտման հետաքննությունների եւ այլն, այսինքն կոնկրետ լուծումներ են առաջարկում, որոնց Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում։ Այնտեղ նաեւ առաջարկում է դելիմիտացիա դեմարկացիան շարունակել, առաջարկում է խաղաղության պայմանագիրը ստորագրել եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամեն ինչն Ադրբեջանը չի արձագանքում կամ արձագանքելուց արձագանքում է նախապայմանների լեզվով։ Ընդ որում առաջին մի քանի օրերին Ընդհանրապես այս տպավորությունները, որ այդ օրը որ Բաքվում առաջինն է արտնանում, ինքը տենց երևակայում է եւ մտածում է նոր ինչ բանջներ պետք է դնել, այնտեղ սկսեցին ասել ապա ռազմականացում, ապա ռազմականացված գոտիներ, ամրացված շրջանների ապա մոնտաժում, զենքը հետ ուղարկել, այսպես ինչը մեկը մեկից ավելի աննորմալ ինչ որ առաջարկներ էին պահանջներ էին առաջ բերում, բայց կարծես թե այդ առումով իրանք մի քիչ սթափվեցին, որովհետեւ վերջերս արտաքին գործերի նախարարը բեռնամավ հայտարարեց, որ կա երկու նախապայման եւ դրանցից մեկը Մինսկի խմբի համանախագահության լուծարանը, մյուսը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է։ Սա էլ է իրականում անհասկանալի, որովհետեւ մի կողմից եթե կան նախապայմաններ ու պահանջներ, ինչի դրանք Ադրբեջանը իր իսկ ուղարկած տեքստում չի ներառել, սա առաջին հարց, եւ երկրորդ ավելի բովանդակային առումով, ըստ էության Հայաստանը համաձայնվել է Մինսկի խմբի ուրեմն լուծարման հետ, ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը եւ նույն օրը կարողանում ենք լուծարել Մինսկի խումբը, որովհետեւ խնդիր չկա Հայաստանի տեսանկյունից, այսինքն շարունակել պնդել թե կա երկու հիմնախնդիր իրականում սխալ է, որովհետեւ նույնիսկ եթե իրանց այսպես բառապաշարն ու լեքսիկոնն եք վերստում, կա մեկ հիմնախնդիր եւ դա ըստ իրենց Հայաստանի սահմանադրությունն է, որը նույնպես ըստ իս մտածվածին էլեմենտարիով, որովհետեւ կա Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը, որը ամբողջությամբ կարգավորում է հարցը, այսինքն հստակ է, որ այն հղումները, որոնց վրա իրենք անում են, այդ հղումները չեն հանդիսանում ՀՀ սահմանադրության տեքստի մաս։ Պարոն Քոչինյան, նաև վարչապետն է արդեն մի քանի գրառում արել կապված այս սադրանքների հետ, նշելով, որ Հայաստանը պատրաստ է հենց այս բանից ստորագրել խաղաղության պայմանագիրը, այս հայտարարությունները ինչ-որ կերպ փորձ են կանխել հնարավոր ավելի մեծ էսկալացիաները Ադրբեջանի կողմից, ինչ է կարծում, քաղաքական նշանակություն ունեն, թե ինչ-որ բանի փորձ է ստեղծել։
դա առաջին հերթին փորձ է համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու իրավիճակի վրա, գործընթացի վրա, մաքսիմալ ցույց տալու, որ հայկական կողմը պատրաստ է եւ ուզում է ստորագրել խաղաղության պայմանագիր, ընդ որում Ադրբեջանի իսկ առաջարկած տեքստով խաղաղության պայմանագիր, իսկ Ադրբեջանը ստորության չի համաձայնվում իր իսկ առաջարկած տեքստը ստորագրել։ Ես կարծում սա է հիմնական խնդիրը, ինչ վերաբերվում է հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայտարարություններին, ես անկեղծ ասած չեմ կարծում, որ այս պայմանությամբ մեծ էսկալացիա հնարավոր է։ Միևնույն ժամանակ չեմ բացառում չափերով եւ այսպես խորությամբ փոքր էսկալացիայի հնարավորությունը, որը որ կդառնա ինչ որ չափով, այսպես գագաթնակետը այս ուրեմն քարոզի, որը անում է Ադրբեջանը, դա անում է ինչ նպատակով, որովհետեւ ստեղծվել է բավականին պոզիտիվ ֆոն ուրեմն ամբողջ աշխարհում այս գործընթացի հետ կապված, այ բոլորը կոչ են անում գնալ այլևս պահ չփորձել, գնալ խաղաղություն ստորագրել, սրա երևի թե այսպես գագաթնակետ եղավ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով խորհրդականի համապատասխան հայտարարությունը, եւ Ադրբեջանը ունի իր առջև դրած խնդիր ջարդելու այս պոզիտիվ տենդենսը, հասկանում եք, այս ամեն ինչի զուգահեռ ասում ինչ խաղաղության մասին եք խոսում, երբ որ Հայաստանը կրակում է։ Եվ երբ որ օրինակ մահեր կան, իրանց համար բավականին այսպես արդյունավետ զարգացում կներ, եթե այդպիսի հայտարարություններ կարողանային անել, այնպես որ այսպես փոքր մասշտաբներով էսկալացիան ես չեմ բացառում։ Ըստ էության Բաքուն կարող ենք ասել, որ չի ուզում ընդհանրապես ստորագրել։ Ես կարծում եմ, որ Բաքվում իրավիճակը հետևյալն է, հաշվարկը ավելի ճիշտ հետևյալն է, որ այս պայմանությամբ խաղաղության պայմանագիրը ավելի շատ ձեռնտու է Հայաստանին եւ ավելի շատ բան խաղաղության պայմանագրից ստանում է Հայաստանը, ուստի իրենք չեն շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ կամ Հայաստանից, կամ որևէ մեկ այլ խաղացողից իրենք չեն ստանում հավելյալ կալորիաներ, որ առնվազն իրանց ընկալմամբ լինի հավասար արդյունքներ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Հիմա Հայաստանից պահանջները դա սահմանադրությունն է օրինակի համար կամ կոմունիկացիաների թեման է, բայց այստեղ նույնիսկ եմ ուզում գտնել, որ չեմ բացառում իրավիճակ, երբ որ Ադրբեջանը փորձի կամ ցանկանա այդ լրացուցիչ կալորիաները ստանալ այլ խաղացողներից, օրինակ արևմուտքից, մեր արևմտյան գործընկերներից, Միացյալ Նահանգներից, Եվրոպական միությունից, Անդորում կալորիաները կարող են ինչպես ֆինանսական, տնտեսական, ենթակառուցվածքային, նույնիսկ ռեժիմի անվտանգության, ամենատարբեր բաները կարող են ցանկանալ ստանալ Ադրբեջանում, բայց ինձ թվում է խնդիրը այդտեղ է, շանգլուխը կոպիտ ասած այդտեղ է թաղված, ոչ թե, չգիտեմ, այդպես թե իրենք սկզբունքորեն չեն ուզում Հայաստանի խաղաղության պայմանագրի ստորագրեն, այլ ըստ իրենց հաշվարկի Հայաստանը ավելի շատ բան է ստանում այդ խաղաղության պայմանագրից, եւ իրենք ուզում են հավելյալ կալորիաներ։ Ձեր կարծիքով մեծ են ճնշումները Բաքվի վրա։ Ոչ, այս պայմանությամբ ճնշում կարելի ասել նույնիսկ չկա էլ։ Այո, կան հայտարարություններ եւ նորից շատ կարեւոր է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գծով խորհրդականի հայտարարությունը, բայց խոսել կոնկրետ ճնշումների մասին դեռևս վաղ է։ Պարոն Քոչինյան, նաև շատ է շահարկվում համաձայնագիր պայմանագիր ձևակերպումները, մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, բայց վարչապետն իր գրառման մեջ համաձայնագիր ձևակերպումներ տվել, ինչ ընդդիմության կողմից շահարկվում է, որ դրանք տարբեր բաներ են կուզեի ձեր դիտարկումները լսել, կա այսպիսի մեծ տարբերություն եւ սա արդյոք ինչ որ բանի փոփոխություն է։ Ես ճիշտ ասած իրավաբան չեմ եւ կդժվարանամ ասել այդ կոնկրետ իրավաբանային պայմանագիր եւ համաձայնագիր ձևակերպումների տարբերությունը որն է, բայց ինչքան որ ես հասկանում եմ առնվազն մեր կողմից եղած հայտարարություններից, այն փաստաթուղթը, որը քննարկվել է, ինքը ենթադրում է ստորագրում, սահմանադրականության ստուգում եւ ռատիֆիկացիա պարլամենտի կողմից, այսինքն սա հնարավոր է ամենաբարձր մակարդակի փաստաթուղթ է երկու պետությունների միջեւ եւ սա խաղաղության փաստաթուղթն է։ Հիմա սա հայերեն լեզվում կոչվում է պայմանագիր թե համաձայնագիր, նորից նախ տեքստը հրապարակված չի, որ կարողանամ որևէ կերպ դա մեկնաբանել, բայց ամբողջ լոգիկան բանակցային գործընթացի եւ նաեւ այդ սահմանադրությանը համապատասխանում չի համապատասխանում, ՍԴ պետք է ուղարկվի, պետք է խորհրդարանում վավեր, այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ մենք խոսում ենք հնարավոր ամենաբարձր իրավական ուժ ունեցող փաստաթղթի մասին։ Իդեպ պետք է տեքստը հրապարակվի ձեր կարծիքով, նաեւ այդ մասին քննարկումներ կար, ԱԳՆ-ին դիմել էին մերժել ԱԳՆ-ն հրապարակել։ Նախ ես կարծում եմ, որ տեքստը այս պայծրությամբ ընդհանուր առմամբ եթե մարդը բավականաչափ հետաքրքրված է, կարա հասկանա տեքստը ինչի մասին է, իհարկե չբացառելով, որ այնտեղ կարող են լինել ձևակերպումներ, որոնց մասին այսպես լայն ընկալում դեռևս չկա, բայց ինչ վերաբերում է տեքստը հրապարակելուն, առանց երկու կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության դա կոռեկտ քայլ չի լինի։ Իհարկե, մյուս կողմից կարող ենք ասել, որ Ադրբեջանն էլ իրեն կոռեկտ չփայեց, երբ օրինակի համար միայնակ արեց հայտարարությունը տեքստի համաձայնեցման մասին, որտեղ սովորաբար
այդպիսի հայտարարությունները արվում են համատեղ, այսինքն երբ որ տեքստը համաձայնեցվում է, երկու երկրները համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս։ Իհարկե այդ առումով Ադրբեջանի պահվածքը կոռեկտ չէր, բայց հիմա միակողմանիորեն գնալ տեքստի հրապարակմանը դա կարող օրինակ հիմա Ադրբեջանին ինչ-ինչ մոմենտումը քանդող ուղղությամբ քայլեր անելու համար առիթ դառնա։ Դրա համար ոչ, ես կարծում եմ պետք է սպասել դրա վերաբերյալ համաձայնության նոր տեքստը հրապարակել։ Հայաստանի ներսում կարող են լինել խոչընդոտներ ըստ պայմանագրի ստորագրման համար, այսինքն ընդդիմության հնարավոր գործողությունները ձեր կարծիքով կարող են հասցնել այնպիսի մի կետի, որ Երևանը հրաժարվի Այս պայմանությամբ նման հնարավորություն չկա, ընդդիմությունը չունի նման կարողություններ ըստ պայմանությամբ Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ դա հնարավոր չէ վաղը։ Եվ դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր է օգտագործել այն պատմական պահը, որ հիմա ստեղծվել է։ Գիտեք, ես առաջին մասնակցության պատմաբան եմ, եւ ես կարող եմ ասել, շատ հաճախ ա եղել պատմության մեջ դեպքեր, երբ որ այն ինչ որ հնարավոր է եղել այսօր այս պահին, հնարավոր չի եղել վաղը, հնարավոր չի եղել հաջորդ օրը, հնարավոր չի եղել մի ամիս հետո, հա։ Դրա համար հիմա կա հստակ եւ միջազգային կոնյունկտուրա, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, մնացած բոլորը ընդհանրապես կողմ են խաղաղության պայմանագրի, նաեւ Թուրքիան, կա եւ միջազգային կոնյունկտուրան, կա եւ ներքաղաքական կոնյունկտուրան, եւ ինչ որ առումով նույնիսկ հանցագործությունը պատմության ու սեփական ժողովրդի արչեւ, այն ինչ որ հիմա անում է Ալիևի ռեժիմը Ադրբեջանում, չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որտեղ այո, ստեղծվել է պատմական պահը եւ հնարավոր է վերջնել կոնֆլիկտին։ Իսկ ձեր դիտարկմամբ դա պետք է անել նախքան սահմանադրական փոփոխությունները, որովհետև խոսքի սկզբում դուք իհարկե նշեցիք, որ այդ պահանջն է դնում։ Ամեն դեպքում կարծես Հայաստանի վարչապետն էլ կողմ է փոփոխություններին, ստորագրումը նախքան, թե այսինքն Հայաստանը պետք է պնդի, որ նախքան այդ փոփոխությունները։ Ինձ համար այս պատմությամբ հասկանալի չէ Հայաստանի իշխանության դիրքորոշումը սահմանադրության թեմատիկայով, որտեղ մենք բավականին տևական ժամանակ տեսել ենք հայտարարությունների մասին, որ սահմանադրության մեջ որևէ խնդիր չկա եւ որևէ ուրեմն հարց չկա, տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ Մյուս կողմից մենք վերջերս տեսնում ենք հայտարարություններ, որ սահմանադրությունը պետք է փոխվի, պետք է տեքստը լինի մինչև 26 թվականի ընտրություններ, նաև տեսնում ենք արտադրության նախարարի հայտարարությունները, որ այդտեղ տարածաշրջանային եւ խաղաղություն բառերն օգտագործում նոր սահմանադրության հետ կապված, այսինքն ես անկեղծ ասեմ, ես ինքս էլ այս պայծառ չեմ հասկանում, որն է Հայաստանի դիրքորոշումը սահմանադրության թեմայով, որ կարողանամ այդ հարցին պատասխանել, բայց իմ ընկալմամբ ՍԴ-ի որոշումը փակել է բոլոր հնարավոր հարցերը Հայաստանի սահմանադրության հետ կապված եւ խաղաղության պայմանագրի ստորագրելու համար Հայաստանի սահմանադրություն փոխել կարիք չկա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1